գերեզմանոցյանը Արցախստան գերեզմանը ինչպես նաև հայ գերիների Բարև ձեզ, հիմա դասարիշն ենք կարող եք ենթարկել, Ինչպես ձեզ ասում ենք անցնենք ենք Շատ լավ, խոչընդոտեք մեր կողմից մեր պարտականությունների կատարումը Այս պահի ոնց է դուք եք խոչընդոտում Չէ, դուք պասիվ աննազանդ վարքագիծ եք դասևորում, դա հենց խոչընդոտի Այս պահին պասիվ եք Չէ, տեսակ որ Պասիվ աննազանդ վարքագիծ եք դասևորում, գնացինք Հանգիստ Չէ, իմաստ չկա, նորմալ է Այս պահին Արմեն Արաշոտյանին ոստիկանական ուժերը կարելի ասել բռնի ուժով տեղափոխում են այգու կողմ չթույլատրելով իր խաղաղ բողոքի ակցիայի իրականացումը Այս կերպ փորձելով Բոլորը ֆիքսեցին Թե ինչպես է մեր հարգարժան ոստիկանությունը ստիպված կատարում Նիկոլ Փաշինյանի խայտառակ ապազգային ռեժիմի հրահանգները եւ խոչընդոտում դեմոկրատական իրավունքների իրագործմանը լուր ակցիային, որովհետեւ այս կոչերը ավելի վտանգավոր են իրենց համար վստահաբար, քան գուցե 1000 հոգի, որ այստեղ հավաքված լիներ, որովհետեւ այս լռությունը, որով մենք բարձրացեցինք այս պաստառները, ավելի խոսուն է քան 1000-ի ճառ, որ կարող է ասվել այս կապակցությամբ։ Եվրոպական միության դեսպանությունը, Եվրոպական միության կառույցները, դեմոկրատիայի օրրան համարվող արևմուտքը, կարծում եմ բարձր կգնահատի Նիկոլ Փաշինյանի ավտորիտար ջանքերը առայն, թե ինչպես է նա ապահովում ժողովրդավարության նվիրված գագաթաժողովի անցկացումը Հայաստանում։ Սրանից ավելի խոսուն կադր, թե ինչպիսին նա ժողովրդավարությունը Հայաստանում, երբ որ մարդիկ բարձրաձայնում են իրենց հայրենակիցների եւ եվրոպական լռության ու ցկության մասին իրենց դժգոհությունը եւ ոստիկանությունը կատարելով քաղաքական հրահանգ, խանգարում է եւ խոչընդոտում է մեր գործողություններին, ռուսի ասած «Что и требовалось доказать» Այդ ռուսական հատվածի մեջ գեոպոլիտիկա չփնտրել։ Իդեպ ակցիան նաև ինչպես հասկացա տարածաշրջանային այլ լրատվամիջոցել է լուսաբանում, սա ինչ ուղերձ կլինի նաև այդ երկրն, օրինակ Վրաստանն է կարծեմ այստեղ ներկա վրացական հեռուստաընկերությունից մեկը։ Ես շատ հարգում եմ մեր վրաց բարեկամներին, ընկերներին, վրաց ժողովրդին եւ Վրաստանը եւ ինձ թույլ չեմ տա մտնել իրենց ներքաղաքական անցուդարձի մեջ։ Ինչ ուղերձ ունի նաև տարածաշրջանի համար, եվրոպական հեռանկարի Ակցիան շատ պարզ է։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին։ Հայ ժողովրդին չի ներկայացնում մի մարդ, ով այդ ժողովրդի բոլոր շահերը հետևողականորեն մսխում է եւ վաճառում է։ Ինչ վատ է ունենալ դավաճան ղեկավար։ Միակ ուղերձը, որ կարող է Եվրոպան քաղաքակիրթ աշխարհը, ոչ այդքան քաղաքակիրթ աշխարհը վերցնել հայ ժողովրդի այս նորագույն պատմության այս հատվածից, որ դավաճան ղեկավարը չարիքա պետության համար։ Տեսեք, ավտորիտար ղեկավարներ տարբեր տեղեր կան, Նիկոլը միակ ավտորիտար ղեկավարն է, որ երկրի ներսում ավտորիտար է, երկրից դուրս փիսիկ է։ Բոլոր մնացած ավտորիտար ղեկավարները փորձում են ուժեղ տղա խաղալ դրսում նաև, բոլորը, Ալիևը, Էրդողանը, Օրբանը միջևետը, բոլորը, աֆրիկան, ասիական, բոլորը այդպես են փորձում անել։ Նիկոլը միակն է, որ ավտորիտարը միայն Հայաստանի ներսում, միայն իր երկրի ներսում, որովհետև այդ ռեժիմը օկուպացիոն է։ Եթե նա լիներ նաև ավտորիտարը, տենց դուխով ուժեղ, տարբեր տղեկի հրանք տար հայկական շահը պաշտպանելու համար սահմանում, Արցախում, դեսպանատներում եւ այլն, կասենք լավ ջանդամ, մեզ մի քիչ ճնշում է, մեզ բանտեր է գցում, բայց տեսեք ազգի համար լավ գործ է անում, պետական շահը պաշտպանում, Արցախը պաշտպանում, Սյունիքը պաշտպանում, հայ եկեղեցուն տեղ է տալիս։ Կասենք լավ, ոչինչ, մի քիչ էլ կճնշվենք, զաթո այդ մարդը դրսում տղա է։ Հարցի պես ինքը տղա է խաղում միայն ներսում են էլ ուրիշ տղեկի ուժի շնորհիվ եւ մանդատի շնորհիվ։
իսկ դրսում բացառապես գեոպոլիտիկ հարճ է։ Շնորհակալ եմ, մենք ակցիան շարունակելու ենք։